Եթերում ABC լուրերի արտահերթ թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի լույս։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գիշերը քննեց ու մերժեց Հանրապետություն կուսակցության դիմումը, որով պահանջում էին ուժը կորցրած ճանաչել ուժեղ Հայաստանի ընտրացուցակի գրանցումը։ Այսինքն Սամվել Կարապետյանի թիմը շարունակում է մնալ ընտրապայքարի մեջ եւ կմասնակցի ընտրությանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ բացակայում են ուժեղ Հայաստանի կուսակցությունների դաշտի ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած ճանաչել պահանջով դատարան դիմելու հիմքերը։ Հիմք ընդունելով վերաբերյալ եւ ղեկավարվելով ընտրական օրենսգրքի 47-ից 49-րդ հոդվածներով Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի 2026 թվականի հունիսի դիմում մերժել, ցույց որոշում ուժի մեջ է մտնում նիստում հրապարակելու փայտ, ցույց որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան օրացուցային 3 օրվա ընթացքում։ Իսկ դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով ուժեղ Հայաստանի падգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրգործեր հարուցելու եւ ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Նրանք են Վահե Թավաքալյանը, Հայկ Ավագյանը, Վահե Եղիազարյանը, Սուսան Բադոյանը, Աշոտ Սահակյանը եւ Արթուր Աբրահամյանը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն համաձայնություն է տվել Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի թեկնածուներ Գարուշ Մարզեցյանի, Էդգար Բոջուկյանի եւ Նաիրա Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու եւ նրանց ազատությունից զրկելու վերաբերյալ ներկայացված միջնորդություններին։ Հակակոռուպցիոն դատարանն էլ գիշերը որոշում է կայացրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին 1 ամսով կալանավորելու վերաբերյալ։ Ավելի վաղ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման եւ փողերի լվացման դեպքերով 7 անձի, այդ թվում Արմեն Աշոտյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հակակոռուպցիոն դատարանը 1 ամսով կալանավորեց նաև Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանին։ Ավելի վաղ հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Բեգլարյանի նկատմամբ նույն հոդվածով։ Իրավապահների ուշադրության կենտրոնում նաև Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանն է։ Քննչական կոմիտեն հայտնում է, թե Վարդան Ղուկասյանը այլ անձանց հետ միասին նախապատրաստել է իշխանության յուրացում։ Այդ հիմքով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Մարտի 1-ի գործն է դարձյալ հայտնվել օրակարգում։ Այդ գործով դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել 2017 թվականին մահացած ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ։ Հետապնդումը հարուցել են պաշտոնեական կեղծիք կատարելու, ենթակա աշխատակիցների պաշտոնեական կեղծիք կատարելը կազմակերպելու համար։ Հայաստանում այսօր լռության օր է, այս ընթացքում չի կարելի իրականացնել քարոզչություն։ Խորհրդարանի ընտրությունը կմեկնարկի վաղը առավոտյան 8-ին։ Հիշեցնեմ, որ ընտրությանը մասնակցում են 16 կուսակցություն եւ 2 կուսակցությունների դաշինք։ Ռուսաստանը հույս ունի, որ հարավային Կովկասի 3+3 ձևաչափի արտգործնախարարների մակարդակով հաջորդ հանդիպումը կանցկացվի Բաքվում կամ Երևանում։ Այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, հայտարարել է փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Հիշեցնեմ, որ այդ ձևաչափում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը եւ դրանց 3 հարևանները՝ Ռուսաստանը, Թուրքիան եւ Իրանը։ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է իր պատրաստակամությունը հյուրընկալելու տարածաշրջանային խորհրդատվական հարթակի նախարարական հերթական հանդիպումը։ Նմանօրինակ պատրաստակամություն էր հայտնել նաև Ադրբեջանը։ Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, նաև Վրաստանի եւ Ֆիլիպինների քաղաքացիների։ Հունգարիայի նորանշանակ կառավարության որոշումն արդեն ուժի մեջ է։ Սա աշխատանք գտնելու նպատակով Հունգարիա ժամանող օտարերկրացիների հոսքը կարգավորելուն ուղղված առաջին քայլն է, հայտարարել է կառավարության խոսնակը։ Մինչ օրս Հունգարիայի իշխանությունները Հայաստանի, Վրաստանի եւ Ֆիլիպինների քաղաքացիներին աշխատանքային վիզաներ էին տրամադրում պարզեցված կարգով։ Իրանի ռազմածովային ուժերը այսօր հայտնել են, որ նախազգուշական նպատակներով մի քանի հրթիռ եւ անօդաչու սարք են արձակել Օմանի ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ։ Պաշտոնական Թեհրանը պնդում է, որ ԱՄՆ ռազմական նավատորմը խոչընդոտում է Հորմուզի նեղուցում բնականոն նավարկությանը, արգրավելով բեռնատար նավերն ու նավթային լցանավերը։ Ավելի վաղ ԱՄՆ բանակը հայտարարել էր, որ Հնդկական օվկիանոսում արգրավել է պատժամիջոցների տակ գտնվող նավ։
Եվ վերջում եղանակի մասին։ Կեսօրից հետո առանձին շրջաններում եւ Երևանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժ գնացում։ Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Այդ ժամին դրա հոսն այսքանն էր, կհանդիպենք 2 ժամից առայժմ։